Առանց քաղբանտարկյալների Հայաստան է խոստացել ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը դատարանից դուրս գալուց անմիջապես հետո։ Ազատազրկված մարդիկ քաղաքական պատճառներով, չգիտեմ, այս դատախազների այդ վիճակում բանա խոսում, դա եմ ես աչքերի մեջ ախր դա իրավագիտություն չի, ես էլ եմ այդտեղ սովորել, էլի։ Այնպես որ ունեմ համոզմունք, որ շատ արագ եւ խիստ անհրաժեշտ է եւ պետք է բացնենք սա։ Երեկ երեկոյան է հակակոռուպցիոն դատարանը վերացրել Ղազինյանի խափանման միջոց կալանքը։ Դատավորը բավարարել է պաշտպանների միջնորդությունը չկիրառելով խափանման որևէ միջոց, այդ թվում պաշտպանների առաջարկած գրավը։ Ղազինյանի պաշտպանական թիմը միջնորդել էր վերացնել կալանքը, կիրառել միայն 40 միլիոն դրամ գրավ, մինչդեռ հանրային մեղադրողը միջնորդել էր փոխել Ղազինյանի կալանքը պահանջելով գրավ 1 միլիարդ դրամի չափով։ Այս թիվը փաստաբան Արամ Վարդևանյանը աբսուրդ է անվանել հենց դատարանի դահլիճում։ Հասնում է խոչընդոտել ռիսկային աստիճանով, որ 1 միլիարդ դրամ գրավել է իրավունք։ Կներեք, սա աբսուրդային է։ Կալանքը ընդհանրապես պետք է վերացնել։ Բայց եթե դատարանը գտնում է, որ նաև որևէ այլ խափանման միջոց պետք է կիրառել, մենք այդ դեպքում առաջարկում ենք գրավը դիտար։ Բայց գրավին մենք չափը, որը կառաջարկենք պատվարժան դատարան եւ նաև օգտագործենք մինչև ձևակերպումը, դա կլինի 40 միլիոն դրամ։ Վարդևանյանի տպավորությամբ ավելի աբսուրդային է հանրային մեղադրողի ներկայացրած վարչական հսկողության ու բացակայելու արգելքի միջնորդությունները։ Հունիսի 7-ին ընտրությունների արդյունքում Դավիթ Ղազինյանը ազգային ժողովի падգամավոր է ընտրվել ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակով։ Ինչպես պետք է աշխատի падգամավորը վարչական վերահսկողությամբ կամ երկրից բացակայելու արգելքով։ Ներկայացական մանդատով կոչված անձի նկատմամբ բացակայելու արգելք կիրառվի, որ խորհրդարանական դիվանագիտության մեջ չներգրավվի։ Ինքը Ղազինյանը նշել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը մեկ մարդու հրաման է։ Ես ինչքան որ ապրել եմ, ինչքան որ այսպես փողոցում լավ առումով եղել եմ, ես այսպիսի հաղթող չեմ տեսել։ Ես այսպիսի անպատասխանություն չեմ տեսել։ Իրենք իմ կարծիքով ամենաթույլն են։ Դատարանը որոշել է կիրառել падգամավորական անձեռնմխելիությունը Դավիթ Ղազինյանի նկատմամբ։ Ցավում եմ, որ ես պետքա падգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի, իրականում ցավում եմ, որովհետև նախ պետքա դա չլիներ, որ падգամավոր դառնալով էլ դուրս գայի։ Դատարանը վերացրել է նաև ուժեղ Հայաստանի ցուցակով ընտրված падգամավոր Հայկ Սուքիասյանի խափանման միջոց տնային կալանքը։ Նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից, սակայն նախկինում կիրառված 10 միլիոն դրամ գրավը եւ բացակայելու արգելքը պահպանվել են։ Սահմանադրական դատարանի որոշումը, որով Դավիթ Ղազինյանը, Հայկ Սուքիասյանը, քաղաքական հետապնդման ենթարկվող մի շարք այլ падգամավորներ ազատ են արձակվում, փաստաբան Արամ Վարդևանյանի դիմումի հիման վրա է կայացվել։ Լիլիթ Գասպարյան, Միլենա Պողոսյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։